Փաշինյանն ասում, որ 20,000 դրամով թոշակը բարձրացնելը ոչինչ չի տա ու չի բարձրացնում, համաձայն եք նրա հետ։ Չէ, որ բարձրացնի շատ լավ կլինի աղջիկս, բավականին մեծ օգուտ կլինի ժողովրդի համար։ Ինչու է Փաշինյանը նման բան ասում ձեր կարծիքով։ Որ 20,000-ը ոչինչ չի տա։ Ինչ իմանամ, երևի այնքան կթանկանան ապրանքները, հատկապես սնունդը, որ էլ 20,000-ն էլ չի ուխնի։ Երևի ինքը թոշակի, ինչ ասեմ, նորմալ չի օգտագործում։ Եթե ինքը նորմալ օգտագործի, կզգա, որ թոշակը թոշակառուների համար ինչքան քիչ է։ 20,000-ը այս տարի թողն։ Բայց ես դա չեմ կարող ասել, ինչպես կարող ենք ասել դա։ համաձայն եք, որ Իրենք ասեցին, որ դա գործարք է ընդհանրապես։ Ես տանում եմ իհարկե կանխիկ, տեղյակ չեմ։ Բայց կցանկանա, եթե իսկապես դա այդպես լիներ, կցանկանա, ինչու՞ չէ։ Եթե բարձրացնի դա ոչինչ չի տա, ինքն ասում է, որ 20,000 դրամով բարձրացնելը ոչինչ չի տա։ Իսկ ինչ պետք է տար, գումար նկատի ունեք։ Նկատի ունեմ թոշակառուի կյանքում ոչինչ չի փոխվում։ Հա, այդ իմաստով։ Հա, իհարկե չի փոխվի։ Ասեք 1-2 անգամ հետո։ Ուրիշ բան եթե մշտական լիներ, եւ ուրիշ բան այդ կանխիկը էլի մի քիչ ավելացնեն, որ չգիտես ինչի առհամարում են, ինչ են անում։ Ինչ ուշացույց են դարձնում։ Կբարձրացնելը ոչինչ քարն է տալիս։ Գետինը մտնի Փաշինյանը։ Վիրավորում է բոլոր թոշակառուներին, բոլորին։ Նրբություններ են դրանք, պետք է մի հատ լավ ուսումնասիրել թե ինչի է դա ասել։ Ինձ թվում է սխալ բան չի ասել։ Եթե այդ 20,000-ով բարձրացնեն եւ այդ 20%-ն էլ որ վերադիր պետք է գա, իհարկե համաձայն եմ։ Եթե այդպես լինի, շատ լավ կլինի։ Շնորհակալ եմ։ Ինձ չէ դա։ Քանդվել էլ բամը։ Թոշակի մասին եմ հարցնում։ Ոչ։ Էլի իշքան չլնելի մարդը որոշ չափով օգտակար է, երբ որ բարձրացնում են մի փոքր։ Բայց իր համար ինչ։ Մեր ժողովրդի ապրելակերպը նշանակություն չունի իր համար։ Այնքան է կշտաց է, հոռաց է, որ ինքը արդեն իր համար հաշիվ չի ժողովուրդը, ինչքանով կբավարարվի, ոնց կապրի։ Դա իր համար նշանակություն չունի։ Որ մի մարդ թուրքի գործակալ լինի, ինչ է սպասում, չեկավ երկիրը ամբողջ քանդեց, ավիրեց ցեցի նման, ցեցը շորն է ուտում, դա էլ հայրենիքն է ուտում, ինչ ասեմ Ազիզ ջան, ոչ մի բան քանի դա կա, ոչ մի լավ բան չենք սպասում, որ դա կանի, դրան մենակ պետք է վռնդել, ասում է հավաքվենք կաթողիկոսի գլուխը ջարդենք, բայց այս ժողովուրդը դեռ քնած է, չգիտի ինքը ուր է գնում, ինչ է անում իր գլխին, ասում է խաղաղություն, բայց բերում է պատերազմ, ասում է եկեղեցու օրենքները փոխեմ, ի բարօրություն եկեղեցուն, բայց դրա տակը թաքնված է քանդել, ավիրել քրիստոնեությունը, եկեղեցին դա մեր կեցությունն է, մեր ինչ ասեմ, ապրելակերպն է, մեր ազգի պարծանքն է, դա ոնց որ ասած մայրաթորը, եկեղեցին Քրիստոսը առաջ անգամ ոտքը դրել է այդտեղ, դրա մարա կոչվում մայրաթոր, իսկ ինքը սրբություն չունի, նա ինչքան սրբություն կա քանդեց, ավիրեց, ու ոչինչ մենք մնացել ենք դատարկության մեջ, հիմա մեր ազգը, հիմա մնում է մեր խոսելն էլ մենք, արդեն դառնանք գրքերի դպրոցում արդեն մտել է Ադրբեջանակ, սովորական մի բան առնում ես, արդեն ադրբեջաներները գրած վրեն, դե արդեն մեր ազգը քիչ-քիչ կորում է, անհետանում է։ Ամեն ինչի հետ համաձայն է Նիկոլ Փաշինյանը։ Ինչու՞։ Որովհետև ինքը ճիշտ է ամեն ինչ անում։ Ինչու է նման բան ասում ձեր կարծիքով։ Ամենից 20,000-ով բարձրացնել, ասում ոչինչ չի տախի բարձրացնեմ, բայց հետո ոնց են ապրում։